Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր նոր վերլուծական թողարկմանը։ Երբևէ նստել եք եւ հանկարծ մտածել, արդյոք այն ամենը, ինչ հիմա տեսնում եւ շոշափում եք ձեր շուրջը, իրականում գոյություն ունի։ Այսօր մենք միանգամից սուզվելու ենք իրականության ու գոյության ամենախորը, ամենախճճված եւ անկեղծ ասած ապշեցուցիչ փիլիսոփայական ջրերի մեջ։ Նպատակն է վերանայել այն ամենը, ինչ մենք կարծում ենք, թե գիտենք նյութական աշխարհի մասին։ Այնպես որ պատրաստվեք, որովհետև ֆիզիկական առարկաների մասին ձեր պատկերացումները հիմնովին շրջվելու են։ Լավ, եկեք միանգամից անցնենք բուն թեմային։ Գոյություն ունեն արդյոք աթոռներ։ Գիտեմ, առաջին հայացքից սա լիովին անհեթեթ հարց է թվում։ Իհարկե ունեն, չէ՞ որ մենք կարող ենք դիպչել դրանց, նստել դրանց վրա։ Բայց գիտեք, որքան ավելի խոր ենք փորձում հասկանալ, թե իրականում որտեղ են սկսվում եւ ավարտվում մեզ շրջապատող այս սովորական առարկաները, այնքան ավելի կասկածելի ու անորոշ է դառնում դրանց բուն գոյությունը մեր տիեզերքում։ Որպեսզի լրջորեն հասկանանք այս տարօրինակ հարցը, պետք է դիմենք օնտոլոգիային, գոյության փիլիսոփայությանը, եւ պարզաբանեմ, մենք հիմա չենք խոսում այն մասին, թե արդյոք մենք ապրում ենք մատրիցայում կամ ինչ-որ համակարգչային սիմուլյացիայի մեջ, բացարձակապես։ Խնդիրը շատ ավելի հիմնարար է։ Անկախ նրանից ատոմներն իրական են, թե վիրտուալ, արդյոք ընդհանրապես հնարավոր է բաղկացած լինել որևէ բանից։ Կարող են արդյոք առանձին մասերը միավորվել եւ ստեղծել մեկ իսկական ամբողջություն։ Այս հարցը հիանալի կերպով ցույց է տալիս երկու շատ կարևոր հասկացությունների տարբերությունը։ Մի կողմից ունենք կոնստիտուցիա, մեկը մեկին հարաբերություն։ Պատկերացրեք թուղթը եւ նրանից պատրաստված օրիգամի կռունկը։ Դրանք կարծես նույն բանը լինեն, բայց եթե բացենք օրիգամին, թուղթը կմնա, իսկ կռունկը կվերանա։ Մյուս կողմից ունենք կոմպոզիցիա, շատը մեկին հարաբերություն։ Այդ նույն թուղթը կազմված է սեքսթիլիոնավոր աներևակայելի փոքր ենթաատոմային մասնիկներից։ Եվ հենց այս կոմպոզիցիան է մեզ այսօր ամենաշատը հետաքրքրում։ Արդյոք այդ անթիվ մասնիկները իրոք ստեղծում են մեկ նոր լիովին ինքնուրույն առարկա։ Իրականության հենց այս փոքրագույն կառուցվածքային միավորները փիլիսոփաներն անվանում են սիմպլեր կամ պարզագույններ։ Սրանք այն հիմնարար վերջնական կառույցներն են, որոնք այլևս հնարավոր չէ բաժանել։ Նրանք չունեն ոչ մի տեսակի ներքին կառուցվածք, նույնիսկ վերև ու ներքև չունեն, կամ մի շատ տարածված համոզմունք օնտոլոգիական ռեդուկցիոնիզմ, ըստ որի մեզ շրջապատող բոլոր ամբողջական առարկաները ոչ այլ ինչ են, քան պարզապես այս փոքրիկ սիմպլերի հսկայական պարզապես աներևակայելի մեծ կուտակումներ։ Բայց հիմա մի պահ մտածեք, արդյոք մեր բառարանների բոլոր գոյականները իսկապես տիեզերքում գոյություն ունեցող իրերի օբյեկտիվ ցուցակն են։ Եկեք դիտարկենք փիլիսոփա Էլայ Հիրշի առաջարկած երկու բավականին աբսուրդային հասկացություններ։ Նախ, ներ ավտո։ Սա մեքենա է, որը գոյություն ունի միայն ու միայն այն ժամանակ, երբ գտնվում է ավտոտնակի ներսում։ Եվ երկրորդը թրոգ կամ ծառ շուն։ Սա մի օբյեկտ է, որի մի մասը ծառն է, իսկ մյուս մասը ամենամոտ գտնվող շունը։ Գիտեմ, սա լիարժեք անհեթեթություն է հնչում, բայց եթե մտածենք, իսկ կղզին պարզապես հողի եւ ջրի հարաբերություն չէ, գուցե մենք պարզապես կամայականորեն անուններ ենք տալիս այն բաներին, որոնք մեզ զուտ հարմար է առանձնացնել։ Եվ այս միտքը մեզ ուղիղ բերում է Փիթեր վան Ինվախենի կողմից ձևակերպված շատ հայտնի մի հարցի, հատուկ կոմպոզիցիոն հարցին։ Երբ են երկու կամ ավելի իրեր միանում եւ ստեղծում մեկ այլ լրիվ նոր առարկա։ Արդյոք երբ նրանք հպվում են իրար, բայց չէ որ եթե երկու գիրք դնենք իրար վրա, դրանք կմնան երկու տարբեր գրքեր, իսկ եթե սոսնձենք դրանք, իրականում որտեղ է այն սահմանը, որի հատման դեպքում մեր ուղեղի արած կամայական խմբավորումը դառնում է տիեզերքում իսկապես մեզանից անկախ գոյություն ունեցող ֆիզիկական մարմին։ Դե ինչ, այս հարցն ունի մի քանի հնարավոր պատասխան։ Առաջինը մերայոլոգիական ունիվերսալիզմն է։ Ըստ այս տեսության մեր կողմից որոշ կոմպոզիցիաներ ընդունելը, իսկ մյուսները մերժելը չափազանց սուբյեկտիվ է։ Այնպես որ որպեսզի արդար լինի, նյութի ցանկացած հավաքածու, անկախ նրանից, թե որքան խելահեղորեն է այն ցրված տարածության եւ ժամանակի մեջ, կազմում է նոր առարկա։ Այո, սա նշանակում է, որ ձեր ձախականջից, Լոնդոնի բոլոր աղավնիների ձախ թևերից եւ Էյֆելյան աշտարակից բաղկացած օբյեկտը իրոք գոյություն ունի։ Մենք պարզապես դեռ դրա համար բառ չենք հորինել։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է այս ամենը զարգանում էլիմինատիվիզմի պարագայում։ Այս մոտեցումը համաձայնվում է միայն որոշ բարդ կառույցների գոյության հետ, բայց մերժում է մյուսներին։ Օրինակ հենց Վան Ինվագենը պնդում է, որ անշունչ առարկաները, աթոռները, քոշիկները կամ մեքենաները իրականում գոյություն չունեն։
Փոխարենը նա կարծում է, որ միայն կենդանի օրգանիզմներն են իսկապես իրական, քանի որ նրանք ակտիվորեն պահպանում են իրենց կառուցվածքը։ Հենց այս պատճառով այս տեսությունը շատ հաճախ անվանում են նաև օրգանիցիզմ։ Բայց գիտեք, թերևս ամենահետաքրքիրը մերեոլոգիական նիհիլիզմի ծայրահեղ, բայց զարմանալիորեն տրամաբանական գաղափարն է։ Նիհիլիստները լիովին վստահ են, որ ոչինչ եւ երբեք չի կազմում նոր ամբողջություն։ Տիեզերքում կան միայն ու միայն առանձին սիմփլներ։ Բայց ուշադիր եղեք, նրանք չեն ասում, թե շուրջ բոլորը դատարկություն է։ Նրանք ուղղակի պնդում են, որ այն, ինչ դուք կոչում եք աթոռ, իրականում առանձին իր չէ։ Դա ընդհանրապես անթիվ սիմփլների խումբ է, որոնք այս պահին դասավորված են աթոռանման կամ այսպես ասած շնանման ձևով։ Ուրիշ ոչինչ։ Հիմա դուք հաստատ մտածում եք, ինչու են փիլիսոփաներն այսքան բարդացնում ամեն ինչ։ Բան այն է, որ երբ մենք համառորեն շարունակում ենք հավատալ, որ բաղադրյալ առարկաներն իրոք գոյություն ունեն, որպես ֆիզիկական իրեր, մենք անմիջապես բախվում ենք անլուծելի տրամաբանական պարադոքսների։ Դրանցից ամենահայտնիներն են գերերոշվածությունը, գերհաշվարկը, սորիտեսի հաջորդականությունը եւ բազմության խնդիրը։ Եվ այս պարադոքսները բառացիորեն վարակում եւ քայքայում են մեր ֆիզիկական իրականությունը։ Եկեք մի օրինակ վերցնենք։ Գերհաշվարկի խնդիրը։ Պատկերացրեք, ձեր դիմացի աթոռը բաղկացած է ճիշտ 100 սեքստիլիոն ատոմներից։ Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր ատոմն առանձին իր է եւ դրանցով կազմված աթոռն էլ իր հերթին որպես ամբողջություն եւս մեկ առանձին իրական օբյեկտ է, ստացվում է, որ դուք անհնարին կերպով հաշվում եք 100 սեքստիլիոն եւ եւս մեկ առարկա։ Մենք պարզապես կրկնակի ենք հաշվում նույն նյութը եւ որպես մասեր եւ որպես ամբողջություն։ Անհեթեթ է, չէ՞։ Իսկ ահա եւս մեկ ապշեցուցիչ օրինակ, որը հաստատ լսած կլինեք, Թեսևսի նավի պարադոքսը։ Քայլերով գնանք։ Դուք գնում եք նավ, 10 տարվա ընթացքում դուք դետալ առ դետալ փոխարինում եք դրա բոլոր մաշված մասերը նորերով, մինչև նավի վրա որևէ բնօրինակ մաս չի մնում։ Հետո ինչ որ մեկը հավաքում է ձեր դեն նետված հին մասերը եւ դրանցով կառուցում մի նոր նավ։ Հարց. Որն է իրական Թեսևսի նավը։ Առաջինը, թե երկրորդը։ Այս գլուխկոտրուկը հիանալի ցույց է տալիս, թե ինչպես է ֆիզիկական առարկայի շարունակականության առեղծվածը ամբողջովին փլուզվում։ Իհարկե, եթե մենք ընդունենք նիհիլիզմը, պատասխանը շատ պարզ կլինի։ Նավեր առհասարակ գոյություն չունեն, կան միայն մասնիկներ, որոնք պարզապես տեղաշարժվել են։ Բնականաբար, այս անվերջանալի եւ խճճված վեճերի ֆոնին առաջանում է դեֆլյացիոնիզմի գաղափարը։ Ըստ նրանց, այս բոլոր բանավեճերը պարզապես անիմաստ են, քանի որ, ի վերջո, բոլորն էլ համաձայն են մի բանի հետ, իրականությունը պարունակում է սիմփլներ, որոնք դասավորված են կոնկրետ ձևերով։ Դեֆլյացիոնիստներն ասում են, սա ընդամենը սեմանտիկ հնարք է, խնդիրը ոչ թե ֆիզիկայի, այլ լեզվի մեջ է։ Հենց մեր լեզուն ու խոսքն են ստեղծում առանձին անկախ առարկաների գոյության այս պատրանքը։ Որպեսզի այս միտքն ավելի պատկերավոր դառնա եւ մենք ֆիզիկայի ցանցում կատարենք դեպի լեզվաբանություն ու կոգնիտիվ հոգեբանություն, լսեք փիլիսոփա Էմի Թոմասոնի այս շատ հումորային համեմատությունը։ Նա ասում է. Եթե դուք բացեք դատարկ սառնարանը եւ ասեք այստեղ ոչինչ չկա, շատ տարօրինակ կլիներ, եթե ես այնտեղ գտնեի ընդամենը մի թարթիչ ու գոռայի. «Ահա, սառնարանը լիքն է»։ Ինչու է դա տարօրինակ։ Որովհետև երբ դուք փնտրում եք որևէ բան, դուք ի նկատի ունեք ուտելիք, այլ ոչ թե տիեզերքում գոյություն ունեցող ցանկացած մանրուք։ Այսպիսով, ամենակարևոր կետն այստեղ այն է, որ տիեզերքին ուղղված մեր փնտրտուքները կավարտվեն բացարձակ խառնաշփոթով, եթե մենք չօգտագործենք այսպես կոչված սորթալ կամ տեսակավորող պայմաններ։ Տեսեք, եթե մենք իր կամ բան բառն օգտագործում ենք չեզոք իմաստով, նկատի ունենալով ցանկացած երևույթ, մենք ուղղակի չենք կարողանա այն հաշվել։ Օրինակ, ջուրը սորթալ չէ։ Եթե ես հարցնեմ ձեզ, քանի ջուր կա, դուք շփոթված կնայեք ինձ, բայց եթե ես ասեմ 1 լիտր ջուր կամ 2 շիշ ջուր, դուք արդեն հստակ կկարողանաք հաշվել դրանք։ Եվ որպեսզի վերջնականապես լուծենք այս թյուրիմացությունը, մենք պետք է հստակ տարբերակենք օժանդակ բայի երկու տեսակները։ Առաջինը նկարագրող N-ն է, օրինակ, պանիրը փափուկ է։ Սա պարզապես ցույց է տալիս հատկություն։ Երկրորդը նույնականացման կամ ինքնության N-ն է, օրինակ, 2-ին գումարած 2 4։ Եվ գիտեք որն է գլխավոր խնդիրը, երբ մենք շփոթում ենք այս երկուսը միմյանց հետ, մենք սկսում ենք սխալվամբ հավատալ, որ հատկությունների ինչ-որ կոնկրետ հավաքածու բառացիորեն նույնանում է ֆիզիկական, անկախ ու նյութական գոյականի հետ։
Սա էլ մեզ ուղիղ տանում է դեպի մի երևույթ, որը փիլիսոփաներն անվանում են օբյեկտային ֆիքսացիա։ Մենք շարունակ շփոթում ենք աթոռի վերացական հատկությունները, հարմարավետությունը, ձևը կամ ամրությունը, հենց այն ֆիզիկական նյութի հետ, որը տվյալ պահին հանդես է գալիս որպես աթոռ, կամ այսպես ասած պարզապես աթոռում է։ Հասկանում եք, սովորական առարկաներ իրականում զուտ հատկությունների վերացական հավաքածուներ են։ Այն նյութը, որին դուք հիմա նայում եք, աթոռ չէ։ Դա պարզապես նյութ է, որ ժամանակավորապես ընդունել է աթոռի հատկանիշներ։ Հիմա եկեք այս ցնցող բացահայտումը կիրառենք անմիջապես ձեր վրա։ Ինչպես հանճարեղ կերպով նկատել է փիլիսոփա Ալան Ուոթսը, տիեզերքը չի պարունակում մարդկանց։ Տիեզերքը մարդկայինանում է։ Դուք ինքներդ բաղկացած չեք նյութից, դուք ընդամենը հյուրընկալված եք նյութի կողմից։ Դուք մի ժամանակավոր գործողություն եք, շարժում կամ հուզում տիեզերքի անսահման նյութական օվկիանոսի մեջ։ Այդ նյութը տվյալ պահին պարզապես կատարում է ձեր դերը։ Եվ այսպիսով, ամփոփելով այսօրվա մեր փիլիսոփայական վերլուծությունը, ես ցանկանում եմ թողնել ձեզ այս հզոր եւ սադրիչ հարցով. արդյոք դուք մի առարկա եք, որն ի վերջո մահանում եւ ցրվում է տիեզերքում, թե իրականում հենց դուք եք այդ մահն ու ցրվելը, որպես գործընթաց, որպես տիեզերքի անբաժան մասնիկների մի հավերժական պար։ Մտածեք այս մասին հաջորդ անգամ, երբ կնստեք այն բանի վրա, որը սովոր եք անվանել պարզապես աթոռ։ Շնորհակալություն մեզ միանալու համար։